բոլոր ոլորտներում այդ երջանկությունը Աստծո հետ լինելու մեջ է եւ Աստծուց դուրս այդ ամենը ժամանակավոր է, պատրանքային է։ Իր վախճանը վերականգնումն է այն փառքի, որ ինքը ուներ, պատմուճանը մատանին, հողաթափերը նրա ոտքերին, հոր իր առջև դուրս գալը։ Սատանան եթե չի կարողանում մարդուն մեղքով բռնել, բռնում է հուսահատությամբ։ Ավագ եղբորը ցույց են տալիս այն հրյա միջավայրը, որը որ օրենքը տառը կատարում էր, բայց Քրիստոսին խաչեց։ Այլ հայրը աշկը միշտ ճանապարհին դուրս եկավ, վազելով դուրս եկավ իր որդուն ընդառաջ։ Եթե կա ճշմարիտ զղջում, Աստված դառնում է դեպի մարդը։ Օրհնեցեք Տեր Հեր։ Աստված օրհնի։ Ինչպես եք Տեր Հեր ջան։ Փառքս, սավես լավ։ Տեր Հեր, այսօր խոսելու ենք անառակի կիրակի մասին, անդրադառնանք Աստվածաշնչյան պատմությանը, հոգևոր շերտերին եւ այսօրվա մեր կյանքի հետ կապին։ Այս պատմությունը արդյոք յուրաքանչյուրիս կյանքի ընթացքն է, անառակ որդու վերադարձի մասին է խոսքը։ Մենք կարծես մեկ կրտսեր որդին ենք, որ հեռանում ենք մեր հայրական տնից, ամեն ինչ մսխում ենք։ Մեկ կարծես ավակ որդին լինենք, որ վերադառնում ենք, բայց ամեն ինչ անում ենք մեխանիկորեն առանց սիրո։ Եթե մենք անդրադառնանք անառակ որդու վերադարձ առակին, շատ գեղեցկորեն եկեղեցու հոգևորականներից ոմանք անվանում են ավետարանում եւ նույնիսկ պատահել է այսպիսի միտք, որ եթե մեր Տերը Հիսուս Քրիստոս այս մի առակն էլ ընդամենը պատմած լիներ, սա բավական էր մեզ համար որպես ավետարան։ Անառակ որդին ամբողջ մարդկային կյանքն է եւ կարելի է ասել մարդկության բոլոր դրսևորումները եւ նաեւ արարչագործությունը, այսինքն հրեշտակներ, մարդիկ, եկեղեցի, Աստված, այն մարդը, որը մոլորվում է, այն մարդը, որը որ եկեղեցում է, սակայն այդ ամեն ինչը մեխանիկորեն է եւ ավելի շատ եկեղեցում լինելով դատական ատյաններից է հանդես գալիս մնացած մարդկանց հանդեպ, ովքեր որ նոր մտել են եկեղեցի։ Մի խոսքով, եթե մենք անառակ որդու առակը վերցնենք եւ փորձենք քննել, բավական է, որպեսզի մեր կյանքում միշտ նրանից օրինակներ վերցնենք եւ անխաթար ընթանանք։ Ավետարանում։ Տեր Հեր, ես առաջարկում եմ մաս-մաս անդրադառնանք այս առակին, նախ խոսենք կրտսեր որդու մասին։ Տեր Հեր, կա մարդ, որ Աստծուց հեռացել է, բայց երջանիկ է։ Այդպիսի մարդ չկա։ Կա մարդ, որ Աստծուց հեռացել է, երջանիկ է մի դեպքում, երբ որ դեռևս չի կարողացել գիտակցել եւ դեռևս չի անդրադարձել այդ հեռացմանը, կամ այսպես ասենք, դեռևս մեղքը քաղցր է իր համար, իր քիմքին այդ մեղքի կեղծավորությունը չի դրսևորվել։ Եթե կա երջանկություն, այդ երջանկությունը միմիայն Աստծո մոտ է։ Եվ նաև եթե կա երջանկություն ընտանեկան, եթե կա երջանկություն անձնական, երջանկություն միջավայրի մեջ, հայրենիքում, կյանքի բոլոր ոլորտներում այդ երջանկությունը Աստծո հետ լինելու մեջ է եւ Աստծուց դուրս այդ ամենը ժամանակավոր է, պատրանքային է։ Երջանիկ է այնքան, քանի դեռ մենք պատրանքը չենք գիտակցել, քանի դեռ ամպը չի ցրվել, իսկ ամպը միշտ էլ ցրվելու է։ Տեր Հեր, ինչու մենք կրտսեր որդու նման միշտ չենք գնահատում, կորցնում ենք նոր, որոշում ենք, որ պետք է գնահատենք։ Առակը, երբ որ մենք նայում ենք, առակը կարող է լինել թե կրտսեր որդու մասին, թե ավակ որդու մասին, թե հոր մասին, թե տան մասին, ինչպես որ չէ, հիմա մանավանդ շատ խոսում են, որ ոսկե ձկնիկի առակը սիրո մասին է, օրինակի համար, չէ, որ այդ պապիկի սիրո մասին է, որ հանդուրժում է իր կնոջը եւ այլն եւ ամեն ինչ անում։ Տեր Հեր, կներեք, ձեզ ընդհատեցի, ես մի նման խոսք եմ լսել, որ բոլոր պատմությունները կամ սիրո մասին են, կամ սիրո բացակայություն։ Կարա լինի, իհարկե, եթե սեր ասելով հասկանում ենք ընկերական սերը, հայրենասիրությունը եւ այլ, իհարկե, միանշանակ։ Եթե անդրադառնանք մենք կրտսեր որդուն, ինձ համար կրտսեր որդին դրական կերպար է։
դրական կերպար, որովհետև վերջի վերջո ոչ թե գովելի այն կյանքը մարդ ինչ որ ապրում է, այլ թե ինչպես է մարդը վերջացնում իր կյանքը։ Խաչի վրայի ավազակներից մեկը օրինակ իր կյանքը վերջացրեց չխոստովանելով իր մեղքի մեջ, մյուսը իր կյանքը ընդհանրապես խաչի վրայի ավազակներից մեկը օրինակ, որ սաղ կյանքում ավազակ էր եղել, մահացավ դրախտ մտնելով։ Եվ նույն կերպ այստեղ մենք տեսնում ենք երկու եղբայրների, որոնցից մեկը շնացող է, իր հայրական ամբողջ ունեցվածքը, իր բաժին ունեցվածքը վատնում է, ոչ միայն վատնում, այլ անպատկառ վերաբերմունք ունի իր հոր հանդեպ, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք այս մարդու գիտակցության գալը, ինքնագիտակցության գալը, զղջումը ապաշխարությունը եւ վերադարձը իր հոր տուն, այն խոնարհությունը, որ ինքը որդի լինելով գոնե որպես ծառա իր հոր տանը լինի։ Իր վախճանը վերականգնումն է այն փառքի, որ ինքը ուներ, պատմուճանը մատանին, հողաթափերը նրա ոտքերին, հոր իր արչև դուրս գալը, որը որ նորից մի ուրիշ թեմա, մի մեծ ավետարան էլ այս հոր կերպարն է, որը որ դուրս է գալիս իր որդուն ընդառաջ։ Ուրեմն այո, կրտսեր որդին մեզնից յուրաքանչյուրը թող լինի, ոչ թե մեզնից յուրաքանչյուրն է, այլ թող որ մեզնից յուրաքանչյուրը լինի կրտսեր որդին, ինքնագիտակցության գալու, որ հայրական Աստծո տված այդ փառքից ինքը ինչպես է աղքատացել, նախ եւ առաջ ինքնագիտակցության գալու, որ կրտսեր որդու նման մենք էլ ազատություն ենք ձգտում, կեղծ ազատություն ենք ձգտում, կրտսեր որդին էլ իր հորից կեղծ ազատության էր ձգտում, չկա ազատություն առանց Աստծո, կա ստրկություն սատանայի մոտ կամ կրքերին կամ ցանկություններին։ Այս ուրեմն կրտսեր որդին էլ այդ ազատությանը ձգտեց, Աստծո տված ամեն ինչը վերցնելով մենք վատնում ենք մեր ցանկություններին, չգիտեմ, մեր նպատակներին եւ այլ, ինչպես որ ավետարանում վատնեց կրտսեր որդին եւ տա Աստված, որ կրտսեր որդու նման թեկուզ եւ խոզերի կերակուրը ուտենք, բայց ինքնագիտակցության գանք եւ կարողանանք վերադարձի քայլ անենք։ Եվ հիմա Աստված ասում է դարձեք դեպի ինձ եւ ես կդառնամ դեպի ձեզ, բայց այդ վերադարձի քայլը անողը մենք ենք, որպեսզի Աստված դուրս գա մեզ ընդառաջ։ Տեր, որքան կարևոր է, որ որդին հասկանում է, որ ոչ թե պետք է հիասթափվել ինքն իրենից, մեկուսանալ, այլ պետք է, այսինքն հուսահատություն չկա այստեղ, վերադարձի ճանապարհը։ Հուսահատությունը, գիտեք, սատանան եթե չի կարողանում մարդուն մեղքով բռնել, բռնում է հուսահատությամբ։ Հուսահատությունը կորուստի տանող ճանապարհ է, բայց նորից պիտի ասեմ, Աստված պատրաստ սպասում է մեզ մեր վերադարձին, թեկուզ եւ այս կրտսեր որդու նման մենք վատնած լինենք ամեն ինչ եւ մեր աչքերը երկինք բարձրացնելու քաջությունը չունենանք, ինչը ասել է քաջությունը չունենանք, Աստծո մասին էլ քաջություն չունենանք մտածելու, բայց պիտի իմանանք, որ դա պատրանք է։ Չկա այդպիսի մեղք, որ մեծ լինի Աստծուց, չկա այդպիսի մեղք, որ մեծ լինի Աստծո ողորմածությունից, բայց մարդուն հատուկ է։ Մենք տեսնում ենք նորից մարդկային երկու կերպարներ, ասենք Հուդա առաքյալին, որը որ իր դավաճանությունը Աստծուց մեծ համարեց, Աստծո ողորմածությունից մեծ համարեց, հուսալքության մեջ ընկավ եւ ինքը չդարձավ դեպի Աստված, այլ հուսալքությամբ գնաց եւ կախվեց։ Եվ նույնը մենք տեսնում ենք Պետրոս առաքյալին, որը որ երթումով 3 անգամ ուրացել էր, ինքն էլ պակաս բան չէր արել, բայց սակայն դարձավ առ Աստված եւ զղջաց իր մեղքի մեջ եւ ուրեմն դարձիր առ Աստված եւ Աստված կդառնա քեզ, բայց նորից պիտի ասեմ, քայլը մարդուն է, սա ոչ թե Աստծո կողմից միակողմանի գործողություն է, այլ համագործակցություն է, մարդ Աստված։ Աստված չի կարող փրկել մարդուն առանց մարդու։ Եվ ինչպես մեր հոգեվորականներից մեկն է ասում, Աստված այն քամին է, որը քեզ ճիշտ ուղղության է տանում, բայց արագացնելը դու պիտի բացես, որպեսզի այդ քամին փչի եւ նավը տանի ճիշտ ուղղության վրա։ Նաեւ բոլոր դեպքերում մենք տեսնում ենք կրտսեր որդուն,
խոզերի հետ ապրելուց, խոզերի հետ նույն կերակուրը ուտելուց, եկեք չիմանանք միայն նյութերեն կերակուր, նաև այն միջավայրը, որտեղ որ մարդն ապրում էր, սակայն այստեղ էլ այս միջավայրում էլ մարդու համար փրկությունը կա եւ Աստված պատրաստ է, Աստված 99 գառներին թողնելով դաշտում գնում է մոլորված մեկի հետևից, երբ որ այդ մոլորվածն էլ իր համար դաշտում խոտ է ուտում եւ չի հասկանում, որ պետք է որ գայլի բաժին կդառնա։ Ամեն դեպքում, նույնիսկ մեղքի մեջ, նույնիսկ այն դեպքում, երբ որ մենք մեղքը չենք կարողանում հաղթահարել, դառնալ եւ Աստծուն դիմել է պետք։ Տեր ավակ որդու կերպարը առաջին հայացքից շատ դրական կերպար է, իր հայրական տանն է, անում է իր գործը ու թվում է մի պահ նույնիսկ որ արդար է, որ նեղսրտում է։ Փաստորեն ավակ եղբայրը չուներ այդ սերը, ամեն բան անում էր մեխանիկորեն, չէր ուզում ընդուներ եղբորը։ Տեսեք, եթե մենք ուզում ենք ավակ եղբորը, չէ, նայենք, այո, դուք ասում եք դրական կերպար է, բայց երևի թե այս առակի մեջ ամենաբացասական կերպարը լինի, որովհետև զուգահեռներ տանենք հոր եւ ավակ եղբոր միջեւ, ավակ եղբայրը նախ տանը չէ, դաշտում է ամեն ինչ օրենքով անում է։ Միշտ մեր եկեղեցու հայրերը այս մեկնությունը տալով այս հատվածի վերաբերյալ ավակ եղբորը ցույց են տալիս այն հրյա միջավայրը, որը որ օրենքը տառը կատարում էր, բայց Քրիստոսին խաչեց։ Նույն կերպ էլ ավակ եղբոր այս տրամաբանությամբ երբ շարունակում ենք, ավակ եղբայրը դա այն հավատացյալն է, որը որ օրենքը տառը կատարում է եկեղեցում, բայց այդ օրենքի եւ տառի մեջ հոգի եւ խորություն չկա։ Ինքը միշտ եկեղեցում է, ինքը միշտ գլխաշորով է կամ եթե տղամարդ է գլխաբաց է, ինքը միշտ կարդում է ավետարանը, արդեն 40-50 անգամ կարդացել է, բոլոր ժամերգություններին գալիս է, սիստեմատիկ հաղորդություն է ստանում եւ այլ, եւ իրեն իրավունքներ է վերապահում, օրինակի համար ուղումներ, ցուցումներ տալ, ասենք քահանային, ցուցումներ տալ եկեղեցու ծառայողներին, ցուցումներ տալ եկեղեցի մտած մարդուն եւ երբեմն հենց այդ ավակ որդիները մարդը երբ որ եկել է եկեղեցի կարող են այնպիսի մի իրավիճակ ստեղծեն, որ ինչու էս այդպես կանոնել առանց գլխաշորի կամ առանց էս ձև կանոնել եւ այլ, այսինքն սկսում են տառը եւ օրենքը պահել, մոռանալով, որ ոչ թե մարդն է օրենքի համար, այլ օրենքն է մարդու համար։ Միով բանիվ ավակ որդու կերպարը բոլոր նրանքս ենք, որ մտնելով եկեղեցի, մտնելով Աստծո դաշտ, Աստծո դատական իշխանությունը վերցնում ենք մեր ձեռը, 1-2 տարի ապրելով մեզ կարծում ենք որևէ եւ իրավունք ենք մեզ վերապահում ուղղելու նույնիսկ քահանաներին։ Նույն կերպ ավակ որդին չհանդուրժեց, որ ինչ որ մեկը, թեկուզ իր եղբայրը նոր եկել է եւ ինքն էլ պիտի մասնակցի, հա, խնջույքին։ Պարարտ եզը պետք է իր համար զոհաբերվի, պարարտ եզի խորհրդի մեջ միշտ մեր եկեղեցու հայրերը դայել են Քրիստոսի զոհաբերությունը եւ պատարագի խորհուրդը։ Տեր, այսինքն ավակ որդիները եւս հեռացել են հայրական տնից։ Ավակ որդիների համար կարծում եմ այն խոսքն է, որը որ ասում է, եթե Մովսեսին ճանաչեիք, ինձ չէիք խաչի։ Ավակ որդիները նրանք են, ովքեր քրիստոնեության մեջ են, բայց Քրիստոսին չեն ճանաչել հոգով, սրտով, խորությամբ։ Քրիստոսին ճանաչել, այսինքն ինչպես ասում է Հովհաննես Սանդուղքը, քրիստոնյանն է, ով իր խոսքով, գործով, սրտով, հոգով, մտածումով փորձում են նմանվել Քրիստոսին։ Այ ովքեր որ այդ ամեն ինչ անում, բայց չեն նմանվում։ Ոչ թե լինել, այլ նմանվել։ Տեր, այս սառակը նաև մեծ սիրո մասին է, ճիշտ է, հայրական սիրո, մեծ սիրո մասին։ Կարծում եմ, եթե մենք ասում ենք մեծ սիրո, շատ մեծ սիրո, չափազանց մեծ սիրո, կամ մարդու համար անընկալելի սիրո մասին է, մենք ոչինչ չենք ասում, չենք կարող ենք բացատրենք այդ սիրո մեծությունը, որովհետև նույնիսկ առակով մեր Տերը ներկայացնում է աստվածային սերը, առակով է ներկայացնում, բայց այնուամենայնիվ այս աստվածային առակով ներկայացված սերն էլ վեր եւ շատ զոհաբերական սեր է։ Ինչու՞։
Տեսնում ենք, որ որդին ասում է. «Իմ ունեցվածքը դու ես գնամ իմ ժառանգությունը», այսինքն հորը անարգում է։ Հայրը դեռ չմահացած ինքը ժառանգություն է պահանջում։ Հայրը ոչ մի վեճի չի մտնում։ Ունեցվածք ես ուզում, վերցրա քեզ քո ունեցվածքը, դրանով ոչ ես պիտի աղքատանամ, ոչ պիտի հարստանամ։ Կյանքի իմաստը դրա մեջ չէ։ Ազատություն ես ուզում ինձնից, գնա քո ազատությունը։ Հայրը շատ լավ գիտի տղան ինչ է ուզում, ուր է գնում, ինչ պիտի լինի։ Աստված շատ լավ գիտի մենք ինչ ենք ուզում, ուր ենք գնում, մեր գլխին ինչ պիտի գա։ Բայց Աստծու տված ազատությունը մեզ այնքան կարևոր է եւ արժեվոր է, որ Աստված երբեք մեզ չի խոչընդոտում եւ հայրը այդպես է տալիս է։ Որդին գնաց, այդ ամեն ինչը ծախսեց, ամեն ինչ արած եւ վերադառնում է։ Եկեք մենք եթե մի պահ գնում ենք այն միջավայր, որում որ այս առակը ասվեց, այդ միջավայրում պատվարժան, հարուստ, մի ծեր մարդ, որը որ տնից վազելով դուրս գա մի կեղտոտ երիտասարդին ընդառաջ, պատվաբեր չէր, անարգություն էր։ Կասեն, այս մարդուն տեսել ենք վազելուց, սա արդեն այդ մարդու համար անարգանք է։ Սակայն որդին գալիս է, երբ որ մեկը գալիս է ցեղ եղանակին մեր տուն, ասում ենք կոշիկները հանի, հողաթափեր հագի։ Բայց որդին գալիս է իր կեղտոտ, խոզոտ, հա, իր բուրմունք իր վրա է գալիս է եւ հայրը չի ասում տարեք, լողացրեք, մի հատ թող գա ինձ հաշիվ տա այս ուրեր եւ այլ, ինչպես որ ասենք օրինակի համար վարվեց Հովսեփը իր եղբայրների փորձելով կամ իր եղբայրների համար մի փոքր նեղ իրավիճակ ստեղծելով, այլ հայրը աշկը միշտ ճանապարհին դուրս եկավ, վազելով դուրս եկավ իր որդուն ընդառաջ, չնայելով այդ կեղտոտությանը եւ այլն, այսինքն սա նորից անկախ նրանից մենք ինչ մեղքով թաթախված կլինենք, հայրը սպասում է, որ մենք դառնանք իրեն եւ ինքը դուրս է գալիս մեզ վազելով։ Սա ցույց է տալիս նաև այն, որ Աստված չխորշեց իր փառքից նսեմանալ, անարգությունը հանձն առնել, հանուն մարդուն ընդառաջ գնալու, այսինքն մարմնանալը, մարդանալը եւ ամբողջ տնօրինությունը, որը որ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսն արավ։ Ուրեմն այս սերը նորից եմ ասում անչափ է։ Եվ եթե նորից գնանք այն միջավայր, մենք պիտի տեսնենք, որ պարարտ եզը, որը որ պահվում է կամ ծիսական ամենամեծ արարողության համար, հատուկ Աստծուն զոհաբերելու համար, կամ էլ եզը, որը որ տներում միշտ պահվել է որպես տանկերակրող, որպես եղբայր, հա, այսպես ասենք, որպես եղբայր, ծաղիկ եզը, որի զանգը պիտի ծլնգար։ Ուրեմն ինքը արժեք է ընտանիքի համար եւ այս եզը զոհաբերվում է, խնջույք է կատարվում, տան մեջ խնջույք է կատարվում, բոլորը հավաքվում են այս խնջույքին, խնջույք ամեն մեկի համար չի կատարվում, այս տունն էլ իր կողմից ներկայացնում է եկեղեցին, որտեղ որ խնջույք է կատարվում, որտեղ որ զոհաբերվում է Քրիստոս, որն ասենք էլ որ նորից եմ ասում, ավետարանի մեջ։ Դեր այսինքն անկախ նրանից մենք որքան ենք հեռացել, մեզ միշտ կընդունեն, եթե մենք վերադառնանք։ Եթե կա ճշմարիտ զղջում, Աստված դառնում է դեպի մարդը։ Ինչպես մեր եկեղեցու հոգևորականներն են ասում, Աստված չպիտի ասի ինչու մեղք գործեցիր, Աստված պիտի ասի ինչու չզղջացիր, որովհետև տեսնում ենք ըստ առակի, որ չզղջալու ոչ մի պատճառ չկա, նույնիսկ այդ աղբի մեջ ուղղակի մարդը պետք է ինքնագիտակցության գա եւ որոշի դադարել մեղք գործել։ Դադարել մեղք գործել ոչ թե նրա համար, որ մեր ձեռքերը կտրված են, մենք գողություն չենք անում կամ արտաքին հանգամանքներն են ստիպում։ Սա էլ է, սա դեռ չի նշանակում, որ մեղք չեն գործել։ Մեղք չգործել նորից կարելի ասել ոչ թե գրված է եւ ես մեղքը չեմ գործում, բայց այդ մեղքի ցանկությունը մնում է մեր սրտի մեջ։ Մեղք չգործել, որովհետեւ այդ մեղքի զզվանքը արդեն գիտակցում ես եւ հասկանում։ Այս գիտակցությունը եւ հասկանալն է, որ մեղքի զզվանքը, հա, որ կրծեր որդին խոզերի մեջ գիտակցեց։ Սա շատ գեղեցկորեն մեզ ցույց է տալիս
Մերկուր եկեղեցու հոգևորականներից մեկը, Ղպտի եկեղեցու հոգևորականներից մեկը, ասում է նման է նրան, երբ որ դու քո ամենասիրելի կերակուրից մի օր թունավորվում ես եւ արդեն վերականգնվել ես, հիվանդանոցից դուրս ես գրվել եւ այդ կերակուրի հոտը առնելով արդեն զզվանք ես ապրում։ Այդ դրանի նման մեղք չգործել։ Տերը շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Աստված օրհնի ձեզ։